Բարի լույս սիրելի հեռուստադիտող, եթե նոր եք միացել մեզ, ապա ուզում ենք ասել, որ Բարև երկիրը շարունակվում է եւ հիմա ժամանակն է տեղափոխվելու թատրոնի աշխարհ։ Քանի որ կամերային թատրոնը ունի նոր ներկայացում, որը 16 տարի գրեթե սպասում էր իր բեմ դուրս գալուն եւ այդ ներկայացումը Սերն ինչպես կինոյում ներկայացումն է։ Եվ այսօր մեր հյուրերն են Երևանի կամերային թատրոնի ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանը, բարև ձեզ, եւ դերասան Մհեր Ալաբեկյանը։ Բարի գալուս Մհեր, մեր տաղավար, Ժորան արդեն նաբնակ է։ Ինչպես է սկսվել ձեր շաբաթօրը։ Դեռ չենք հասցրել ոչ մի բան անենք, արթնացել ենք ու առաջին գործը որ ունենք ձեզ մոտ հյուր գալն էր։ Եկել ենք 16 տարի սպասել եք, որպեսզի դուք նաև ձեր նախորդ սերունդները, որպեսզի այս ներկայացումը Սերն ինչպես կինոյում լինի բեմում նոր բեմ բարձրանա։ Կպահնեք այդ հետաքրքիր պատմությունը, ովքեր էին սկզբից մտածել, ինչպես փոխվեց եւ ինչպես եղավ, որ դուք բեմադրեցիք։ Լուսինե Երնջակյանը եւ Արշու Հարությունյանը ժամանակին որոշել են, որ բեմադրեն այս ներկայացումը, պետք է խաղար Արշու Հարությունյանը եւ Լուիզա Ներսիսյանը, կերպարներին, ում որ հիմա մարմնավորում են Ավետ Զոհրաբյանը ու Մոհանան, ճիշտ ասած հիմա տենց կոնկրետ չգիտեմ ինչ պատճառներով է ներկայացումը այդ ժամանակաշրջանում հետաձգվել, այն պահից երբ որ ես միացա, ես դեռ ուսանող էի, Լուսինե Երնջակյանը որոշեց բեմադրել, հետո չստացվեց, հետո էլի ինչ խնդիրներով մի քիչ փոքր էինք երևի այդ ներկայացման համար, դեռ ուսանող էինք, մի քիչ շատ բան չէինք հասկանում, այդ ժամանակ հետաձգվեց, հետո էլի անդրադարձանք ներկայացմանը, ես պետքա խաղայի, Ավետ Զոհրաբյանի մարմնավորած կերպարը պետքա խաղայի, հետո էլի ինչ պատճառներով տեխնիկական խնդիրների պատճառով էլի ներկայացումը որոշ ժամանակ հետաձգվեց ու Լուսինե Երնջակյանը որոշեց, որ լավ կլինի, որ երևի վստահեց, որ ես բեմադրեմ, տենց որոշվեց, որ ես եմ բեմադրում, այնց ինչ-որ Եվ շատ ինտրիգային անոնսներով նայում էինք անընդհատ Facebook-յան էջով եւ հետաքրքիր էր նախ ինչ ներկայացում էի վերջո, հետո ովքեր են դերասանները, հետո Կաթիլով է ռեժիսորը եւ վերջապես երբ պետք է լինի։ Հետաքրքիր է Սերը ինչպես կինոյում նախ անվանումը պահպանվել է այն ժամանակ էլ պետք է լիներ։ Հա, իսկ սկզբանե երբ որոշվել է, այսինքն ինչքանով ես եմ տեղակ ու վստահ եմ որ տենց է եղել, միշտ եղել է Սերն ինչպես կինոյում, քանի որ ֆիլմը թատրոնի հետ sense միաձուլված ինքը ոնց որ բեմում ֆիլմ նոր ձևաչափ։ Իդեպ ձևաչափի մասին, քանի որ արդեն փակ դիտմանը ներկայ եմ եղել եւ դիտել եմ, այս ձևաչափով ներկայացում կամերային թատրոնում մի փոքր բացենք հեռուստադիտողի համար, երբ բեմում խաղում են եւ կա էկրան եւ հետևում եք նաեւ այն կողմում խաղին։ Այս ձևաչափը ինչպես է դուք եք մտածել թե արդեն գրված է նախապես այդպես եւ Հայաստանում կամերային թատրոնում երբևէ եղել է նման ձևաչափի ներկայացում։ Չէ, կամերային թատրոնում նման ձևաչափի ներկայացում չի եղել, որ միաժամանակ երկու տարբեր բեմում եւ թատրոնում ուրիշ տարածքում ներկայացումը խաղան ու բեմում էկրանով գնա։ Եղել են ներկայացումներ կամերային թատրոնում, որտեղ որ օգտագործվել են էկրան, կամերա, Արշու Հարությունյանի բեմադրած Սևարկղը ժամանակին, Բետաս 427-ը, որ ես եմ բեմադրել, այնտեղ էլ կամերա կար, որ էլի on-line աշխատում էր։ Այս առաջինն էր մեր մոտ։ Դրամատուրգիան հենց այդպիսին, որ հնարավոր չի ուրիշ ոչ մի կերպ բեմադրել էլի, այսինքն երկու հոգի հետևում են իրենց նախկին կողակիցներին, ումից որ բաժանվել են ու ինչ-ինչ պատճառներով հետևում են, աղջիկը ուզում է կոպիտ ասած վրեժ լուծի, որովհետև դավաճանված է եղել, իսկ տղան սպասում է համբերատար հետևում ու համբերատար սպասում է այնքան, մինչև որ կբաժանվեն ու ինքը հետ կվերադառնի իր համար այդ պահին մտածված իր կյանքի միակ սերը։ Հիմա խաղն է շատ հետաքրքիր, Ժորան խոսում է, ինքը այսպես լսում է, ուզում է հասկանալ ճիշտ է ասում, ճիշտ չի ասում, ինքը նույն կերպ կմեկնաբաներ թե ոչ, Մհեր պասիվ մի եղեք։ Խնդրում եմ ասեք, Սերը կինոյում ինչպես է, շատ տարբեր է Սերը կինոյում իրական կյանքից իհարկե։ Ինչպես։ Սերը կինոյում ինչպիսին է։ Սերը կինոյում իրականում այդ մեր համար մատ բարդ աշխատանք է եղել, որովհետև առաջի անգամ էր, որ առանց հանդիսատես խաղում եմ թատրոնում, բայց որպեսզի հասկանան Մհերը հենց այն կերպարն է, որը քանից այն կողմ է, դավաճանող, եթե իհարկե դավաճանող է, վերջում դավաճանող հենց այդ կոպիտ չեմ ուզում, այտենց կոպիտ չհնչի, որովհետև դե տենց տեսակ կա, սիրում է բոլորին առանձին եւ յուրով։ Եվ յուրով։
Լավ, մի փոքր ձեր կերպարի եւ համագործակցության մասին, հետո բայց հիշենք Զիաննայի հարցը։ Այդ հարցից կա, որովհետև իրականում այդ մեր համար բարդ էր, որովհետև էլի եմ ասել, երկուսը մեկում վիճակ է, այսինքն մենք համ թատրոնում ենք, համ կինոյում ենք, այսինքն խաղում ենք զրիցելի համար, որին չենք տեսնում, ոնց որ կինոյի process լինի մեր համար, որ կամերաներ կան ու կամերաների համար համ էլ խաղանք, ու սենց մի հատ բարդ բան էր, բայց անցանք ու ինձ թվում է շատ լավ է ստացվել։ Համագործակցությունը այդ որ ասվեց որ լիքը մարդիկ են փոխվել, տենց ինձնից առաջից հետո որ էլի խոսակցություններ գնում փոխվելու հասկացա որ արդեն մեր տներն այլի մոտիվացիա հեսա ինձ են հասնելու ու տենց էլ եղավ ու շատ ուրախ եմ ինձ շատ հաճելի է եղել աշխատել նման process-ում էլ ինչ պետք է պատասխանի Պատասխանեցինք ու հետաքրքիր է թե մհերը ինչ չափանիշներով է ընտրվել այդ դերի համար Ժորա։ Քննարկումների ընթացքում Արշու Հարությունյանի ու Լուսնի Էնջակյանի հետ քննարկումների ընթացքում հասկանում ենք, որ այս կերպարը իրական գործը շատ բարի ու շատ թեթև գործ է, այստեղ դավաճանություն բառը շեշտվեց, բայց չեմ ուզում տենց ծանրացնենք այդ բառը, որովհետև նույնիսկ այդ թեմային անդրադառնում ենք, բայց նենց շատ նուրբ ենք անդրադառնում, որը որ ծանր դրամա չի դառնում, ողբերգություն չի դառնում, տրագեդիա չի դառնում, այսինքն սեր կա այլ ֆիլմային բացառված է, որ մի փոքր դավաճանություն ժանրն էլ ինչ չի տալի, շատ ծանրացնենք։ Մենք քննարկումների ընթացքում հասկացանք, որ ուզում ենք լինի կերպարը մաչո ասված լինի, որ այն որ բոլոր աղջիկները իրան կնայեն, իսկ մհերից բավականին հեշտ կլիներ տենց աշխատանք բնականաբար պետք էր, որտեղ ինքը շատ ավելի զուսպ է, իսկ մեզ կերպարը պետք է շատ ավելի հարցեր առաջանում, բաց էներգիայով մարդեր պետք, բայց իր արտաքին տվյալները թույլ էր տալիս մազերի երկարությունը, գանգուրությունը, այս ամենը թույլ էր տալիս իրանից ստանալ այդ ամենը, դրա համար վերջնական տարբերակով իրականում իմ համար էդ էլ էր առաջին անգամ, որովհետև ես դրանից առաջ խաղացել եմ հիմնականում Շեքսպիրյան դերեր ու ասենց թեթև լավ առումով նկատում եմ, թեթև ներկայացում իմ մոտ առաջին անգամ էր կոնտրաստային թվաց։ Շատ ուրիշ ձևի մեջ էր, բայց էլի շատ հաճելի։ Մյուս առաջինը լինի, վերջինը չլինի, էլի։ Լավ, մեր ջատերը։ Մյուս դերակատարների մասով դե ովքեր որ բեմում են կատարյալ ընտրություններ, նրանք շատ լավ էին, ոնց որ հենց այդ կերպարի մեջ էին, ոչ թե ընտրված դերասաններ էին, եւ նաեւ Էրմինա Զախարյան, ճիշտ եմ, Զախարովա։ Կերպարներից մեկն է Էրմինանը, ինչպես է Էրմինան ընտրվել այդ դերում, սովորաբար Էրմինան ինքն էլ միշտ բեմում ենք նրան տեսնում ու էներգիան շատ է Էրմինայի, բայց այս անգամ կարծես մի փոքր փակել էիք տանելով ներս։ Ռեժիսորիկին։ Հա, մենք իսկ երբ որ Լուսնե Էնջակյանը արդեն վերջնական անդրադարձավ ներկայացմանը ու որոշեց որ պետքա բեմադրվի, այդ ժամանակ արդեն ընտրվեց որ Էրմինան պետքա լինի հենց այդ կերպարի համար։ Քանի որ ինքը շատ ավելի այն ինչ որ կատարվում է էկրանում շատ ավելի չեմ ուզում ասեմ երկրորդ պլանի է չէ, որովհետև առանց դրա ուղղակի ներկայացումը չստացված կլիներ, այսինքն շատ ավելի նույնչափ կարևոր է, ինչքան այն ինչ որ կատարվում է բեմում, բայց այստեղ մենք վտանգ ունեինք, որ այն ինչ որ կատարվում է էկրանում, այդ կատարվելիքը նույնիսկ այն ժամանակ, երբ որ բեմում են դերասանները իրար հետ այս պահին ինչ որ երկխոսության մեջ կամ ինչ որ մենախոսության մեջ կամ ինչ որ տեսարանը, որը որ այս պահում բեմում կատարվողն է կարևոր, էկրանի մեջի ավելորդ մեծությունը հնարավոր է շեղեր հանդիսատեսի ուշադրությունը ու հանդիսատեսը մոռանար այն ինչա կատարվում բեմում, կենտրոնանար էկրանի վրա ու տես ներկայացումը կտուժվեր։ Դրա համար այդ առումով մհերը մի քիչ ավելի այդ առումով մհերը ավելի զուսպ է, իսկ եմքան շատ ավելի Էրմինան, շատ ավելի ասենց բաց էներգիայով է, այդ փորձել ենք հավաքենք, որ հանկարծ չխանգարեր ու չբերեր իր էներգիան չգար, հա, չգար ստեղ ու ստեին խանգարել իրար։ Նրան երբեք այդքան փակ չէր տեսել։ Հա, խնդիրը մենակ է դա եղել ու համ էլ կերպարի առումով պետք է հանդիսատեսը հասկանալ ինչի համար է ինչքան շատ է սիրում այս տղան Ավետ Զոհրաբյանի կերպարը Միկան ինչի համար է սիրում
Էրմինայի կերպարին դա փորձել ենք ստանանք կամերայի աշխատանքով, ոչ թե կոնտակտ ստեղծելով, որ Մոհանայի հայտնվելուց հետո ավելի կոնտրաստ է։ Ստեղի բեմում առաջացած սերը ավելի արդարացված ու ավելի հավատալի լիներ, քան այն որ բեմը հաղթում է ամեն դեպքում։ Բեմի սերը հաղթում է։ սերը հաղթում է։ Ծնվում է սեր այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում, սենց մի հատ բան կա էլի։ Երաժշտական ինչ լուծումներ եք առաջարկում։ Երաժշտական շատ ավելի պոզիտիվ, շատ ավելի թեթև ռոքային, սենց երաժշտություններ են ընտրված, համապատասխան էլի ժանրի ներկայացման թեթևությանը, հարաբերությունների թեթևությանը, ռոքային լուծումներ էր ավելի թեթև, ինստրումենտալ, Pink Floyd եմ օգտագործել, երկար ժամանակ չգիտեմ ինչի մտածում եմ Pink Floyd որտեղ պետք է օգտագործեմ, գտա ինչ-որ տեղեր ներկայացման մեջ, որտեղ որ կարայի օգտագործել ու 13-ին ու 14-ին արդեն ներկայացումը բեմում եղել է, հետաքրքիր է հանդիսատեսի արձագանքը որպես նոր ձևաչափով ներկայացվող գործ։ Ես այսօր մասնակիորեն որպես հանդիսատես էի, քանի որ դիտելով արդեն այդ տեսակետից էի խոսում։ Ընդունեցին, ընկալեցին։ Բավականին լավ ու հետաքրքիր էր բոլորի համար։ Ու լավ արձագանքներ եք ստացել։ Մեր դերասաններից մարդ կա, որ իրան նամակ են ուղարկել այնտեղ օգտագործվող ֆիլմերի ցանկը, որ իրան ասեն, որ նայի, այսինքն այնտեղ տենց լավ հղումներ էլ կա, լավ ֆիլմերից, որ հանդիսատեսը կարա որպես լավ ինֆորմացիա վերցնի ու գնա նայելու։ Ու բավական հետաքրքիր արձագանքներ ա եղել։ Իսկ թվում է շատ է դուր եկել։ Ես համարում եմ ստացված, որովհետև ձևը ֆորման այն ինչ որ արվել էր այդ բեմում ֆիլմ ասվածը դա քանի որ նորություններ ինչ որ չափով որը որ կարար հետաքրքրություն առաջացներ ու ես շատ ուրախ եմ որ ամբողջ հետաքրքրությունը չի կենտրոնացել մենակ դրա վրա որ վայ ինչ լավ նորություն էր այդ առումով ուրախ եմ որովհետև դերասանների հետ կապված բավականին լավ բաներ ենք լսել շատ ուրախ եմ որ դուք էլ նոր ասեցիք որ ճիշտ ընտրված էին այդ շատ դուր է գալիս ինձ ու շատ գոհ եմ ու երջանիկ եմ որ կարողացել ենք անենք որ այդ նոր ձևաչափի մեջ համ էլ լավ լինի ամեն ինչ համ դերասանական խաղը համ բեմադրական մասով հետաքրքիր լինի հոգնածնող չլինի ոչ թե մենակ դե հա նորություններ Իսկ վատ կարծիք քննադատություն չի եղել վատ կարծիք քննադատություն անկեղծ դեռ չեմ լսել, դեռ երկու անգամ ենք խաղացել, հնարավոր է խաղանք ու հանդիսատեսի ինչ-որ մեկնաբանություններ ունենան թողնելու, մենք մեծ սիրով կլսենք ու կփորձենք այնպես անենք, որ բոլորին դուր գա։ Բնականաբար քննարկումներ եղել են իմ ընկերների հետ, թե թատրոնից, թե իմ ընկերներից ում որ հրավիրել էի, ինչ-որ մարդ կար, որ ասում էր, ես մտածում էի կարող է սենս լիներ, ինչ-որ մարդ կար, ասում էր, գիտես, այս տեսանում ես կուզենայի մի քիչ սենս լիներ, դե բնականաբար դա մեր թատրոնն է, բոլորս անհանգստանում ենք ու սիրում ենք մեր բոլոր ներկայացումները ու իրար, միշտ ունենք այս քննարկումներ, միշտ լսում ենք իրար, հանգիստ ենք, sense դրան չեն վերաբերվում որպես քննադատություն, այլ վերաբերվում են որպես գործընկեր, ով անհանգստանում է, հա, անհանգստանում է թատրոնի մեր ներկայացման, որտեղ սա միայն մերը չի, սա կամերային թատրոնի ներկայացումն է, էլի։ Իսկ ասեք, շատ հետաքրքիր, քանի որ բալանսը չնայած մեր օրերի պատմություններ, բայց բառային ընտրությունը շատ ճիշտ էր, այսինքն չափի անցնել չկար։ Ոնց է այդ բալանսը պահում նմանատիպ ներկայացումների ժամանակ, որ բառերը ճիշտ լինեն, ոչ շատ գրագետ, բայց ոչ էլ այնպիսի բառեր, որ չարժի բեմից հնչեցնել եւ կասեք կերպարային առումով օրինակ ձեր մեջ կա ինչ որ գիծ, որը նման է ձեր կերպարին, բայց սկսենք բառերի ընտրությունից։ Իրականում միշտ փորձել ենք նենց անենք, որ շատ գրական չլինի, որովհետև երբեմն կան իրավիճակներ, որտեղ որ շատ գրական խոսալու պարագայում ստացվում է հա, տպավորություն է ստեղծվում, որ կեղծ է։ Ես չեմ ասում, որ գրականը վատ է, խնդրում եմ հանկարծ, խնդրում եմ սխալ չհասկանաք ինձ, դա նկատի չունե, ես ուրիշ բան նկատի ունեմ, խնդրում եմ սխալ չհասկանաք։ Ասենք գրքային, չասենք գրագետ։ Գրագետ, այլ է խոսել լինել օրգանական, այո։ Հա, իհարկե կարելի է։ Ուղղակի ձևը, այդ սերն ինչպես կինոյում, այս ամեն ինչը ստիպում է, որ դու մի քիչ ավելի մոտեցնես ֆիլմին այս ամեն ինչը ու փորձել ենք նենց անենք, որ չափը չանցնենք, որ չդառնա գրեհիկ, չդառնա կենցաղային շատ, որ նայողին հանկարծ չսովորեցնենք սխալ խոսալ, չսովորեցնենք վատ խոսալ, փորձել ենք այդ ամեն ինչը պահենք, բայց մենք համ էլ փորձել ենք մաքսիմում մոտեցնենք ֆիլմին ու որ չստացվի սերն ինչպես կինոյում, բայց ասենք խաղում ենք Շեքսպիրյան լեզվով։
մենք խաղում ենք Շեքսպիրյան լեզվով ներկայացումներ ու Վարքաստո մեր թատրոնի դերասանների մոտ դա բավականին լավ է ստացվում։ Ուղղակի ժանրն ու նյութը ստիպեց, որ գնանք այդ ճանապարհով, բայց փորձել ենք անենք մաքսիմումն այնց, որ ոչ մեկին սխալ բան չսովորեցնենք, սխալ բան չքարոզենք, սխալ խոսք չբերենք բեմ։ Այ քանի որ Դիանան հարցրեց վատ կոմենտներից, հարցը դրանից էլ ծագեց։ Միակ վատ կոմենտը, որ կարող է լինել, որ չգիտեմ, խոսքերը, բառերը եւ ձեր կերպարի եւ ձեր Թվում է մենք մի քիչ էլ կարայինք խորանանք, իրական ես միշտ ասել եմ, տենց պետքա բանը պահել էլի, որ այդ միշտ տենց եմ մտածել, որ պետքա պահել գրականը, բայց այս դեպքում ժողովուրդն ինձ ասում, չէ, արդեն շատ վերևով ես ասում, ես ուզում տեղ բառեր կար, ավելի վատ ձևով ասեի, որովհետև այդ նորմալ է, այդ լրիվ ուրիշ հարաբերություններ են, ուրիշ սիտուացիաներ են, ու տեղ հանգիստ, ոնց որ բոլորս կյանքում կարա լինի, ու լրիվ կյանքային նկատի չունեմ, բայց իմ համար բառեր կար, որ կարելի էր էլ ավել ոչ գրական ասել։ Խոսքով սա դիտելու ներկայացում է, խոսելը անիմաստ։ Հա։ Ոչինչ չի հասկացվում։ Ինչ վերաբերում է կերպարի իմ հետ նմանությանը, այդ կերպարի մեջ բաներ կան, որ իմ 20-21 տարեկանն է նման եղել, երևի ժողովուրդը հենց այդ հիշելով էլ համել ինձ տվել, բայց իմը այդքան էլ իմ հետ կապ չունեն, այդ ուսանող ժամանակներս էին տենց։ Բայց հիշում եմ էլի ոնց էի, տենց ինձ օգնել է այդ ամեն ինչը։ Շնորհակալություն շատ հետաքրքիր սիրուն զրույցի համար։ Ես էլ մեր հեռուստադիտողներին իհարկե հիշեցնեմ, որ թեև փետրվարի 13-ին ու 14-ին արդեն ցուցադրվել է, բայց մարտի 5-ին, եթե չեք դիտել, նույնպես կարող եք գնալ եւ զգալ ձեզ ինչպես կինոյում։ Յուրաքանչյուր աղջկա ներողություն եւ 20-ին։ Մարտի 5-ին եւ մարտի 20-ին։ 9-ին, 5-ին, 6-ին, 9-ին եւ 20-ին։ Օ, ավելի շատ, դե ես 5-ից սկսեցի։ 5-ին, 6-ին, 9-ին եւ 20-ին սիրելի հեռուստադիտողներ։ Այո, յուրաքանչյուր աղջիկ կարծում եմ ինչ-որ մի փուլում կյանքի երազում է, չէ, ֆիլմային սեր ունենալ, սեր ինչպես կինոյում, սա շատ կարծում եմ այսպես առօրեական եւ միշտ ակտուալ եւ վերնագիր եւ թեմա է, որ կարելի է գնալ եւ հասկանալ արժե լինել թե ոչ։ Այո, ինչպես դու արդեն նշեցիր, միայն նայելով կարող եք հասկանալ, թե մենք այսքան ինչ էինք պատմում, այնպես որ առաջարկում ենք գնալ, իսկ մենք շարունակում ենք մեր եթերը։